Տիկին Ղազարյան, նախ մենք տեսնում ենք, որ ընտրությունից ընդառաջ ՔՊ հիմնական դեմքերը առանցքային չեն ընդգրկվել ցուցակում, այսինքն դիմում չեն ներկայացրել ընդգրկվելու համար։ Նախ դուք կաք ցուցակում առաջադրվել եք թե ոչ եւ որն է պատճառը արդյոք ինքնամաքրման process է գնում, քանի որ հիմնականում տեսնում ենք այնպիսի դեմքեր են, որոնց հաճախ են այսպես աղմուկի կենտրոնում հայտնվում, նույն օրինակ Խաչատուր Սուքիասյանի մասին է խոսքը։ Ուզում ենք հասկանալ, սա ինքնամաքրման process է, Նիկոլ Փաշինյանը այլևս չի ցանկանում շատ դեմքերի տեսնել, թե նրանց ցանկությամբ չեն առաջադրվել։ Նկատի ունենք, որ չեն առաջադրվել, որովհետև ես ցուցակին ամբողջությամբ չեմ տիրապետում։ Ասեմ, Խաչատուր Սուքիասյան, Հրաչ Հակոբյան, Լիլիթ Կիրակոսյան, Քրիստինե Պողոսյան, Հակոբ Արշակյան։ Շատ լավ, իհարկե մեր քաղաքական թիմում կան շատ հիմնական դեմքեր եւ սա ցույց է դնում մեր կուսակցության ժողովրդավարական բնույթը, այսինքն մեզ մոտ կան շատ կարևոր մարդիկ, ովքեր մի քանի տասնյակ են կարևոր գործառույթներ են իրականացնում, այն մարդկանց անունները դուք թվարկեցիք, մնում են մեր ընկերները, մեր գաղափարական ընկերներին շատ կարևոր է, իրենք բոլորը շատ մեծ ներդրում են ունեցել, մեր քաղաքական ուժի հետ են եղել եւ ես վստահ եմ, որ շարունակում են լինել, պարզապես ամեն մեկ իր հիմնավորմամբ չի ցանկացել շարունակել իր գործունեությունը հետեւյալ ֆորմատով, բայց ես ավելի քան վստահ եմ, որ թե Հրաչ Հակոբյանը, թե Խաչատուր Սուքիասյանը իրենց մեծ ներդրումն ունենալով մեր քաղաքական թիմի համար շարունակելու են լինել մեծ թեւ ու թիկունք։ Այսինքն ես այստեղ որևէ խնդիր չեմ տեսնում, որ այս մարդիկ պարզապես այս գործընթացի մաս չեն ցանկացել լինել, ես ցանկացել եմ լինել, ես նույնպես առաջադրվել եմ, ինքն առաջադրվել եմ եւ սպասում եմ համագումարին, սպասում եմ հերթական խոսակցությանը մեր պատվիրակների հետ եւ վստահ եմ, որ սա իհարկե ես հասկանում եմ լարվածությունը առհասարակ այս հարցի շուրջ, որովհետեւ սա նոր գործընթաց է եւ որ կուսակցությունը բաց է բոլորի համար, ասում են նույնիսկ ոչ կուսակցականները կարող են առաջադրվել, լինելու է մեծ համագումար, որի ընթացքում պետք է ձևավորվի, ցուցակը իհարկե սա դեռ քննարկման փուլում է, թե ինչ ձևով է լինելու, բայց ես կարծում եմ, որ սա շատ ժողովրդավար գործընթաց է եւ նոր շունչ պետք է որ հաղորդի իմ պատկերացմամբ առհասարակ քաղաքական դաշտին։ Երբ այդ համագումարը։ Դեռ օրերը, ժամկետները բարձ չեն, բայց դե բարձ է, որ մինչև ապրիլ պետք է ամփոփված լինեն։ Տիկին Ղազարյան, ինչպես հասկացանք, նաև կուսակցությունը էթիկայի կանոնագիրք է ընդունել։ Հիմա դրա հետ կապված մենք գիտենք, որ իշխող ուժին, երբ որ խոսում են այդպես ատելության խոսքի հետ կապված, հենց ասում են տարբեր հանրությունը, ընդդիմադիր շրջանակները ասում են, որ հենց իշխող ուժն է ու Նիկոլ Փաշինյանն է այդ ատելության խոսքի գեներացնողը ու մեջ են բերում նրա խոսքերը ազգային ժողովի ամբիոնից։ Ձեր թիմակիցների հայտարարությունները լեզուց կտրեմ, ականջը կտրեմ։ Հիմա այս էթիկայի կանոնագիրքով ինչ է կարող։ Պետք է արձանագրենք, որ այս էթիկայի կանոնագիրքի ընդունումը մենք վաղուց քննարկել ենք մի քանի քաղաքական ժողով առաջ եւ պարոն Ռուբինյանն էր պատասխանատուն այս ուրեմն կանոնագիրքի ձևավորման։ Ես կարծում եմ, որ մենք առաջնորդություն ենք ստանձնում այս ոլորտում նույնպես, որովհետեւ խաղականոն ենք սահմանում մեր համար, որն ըստ էության դառնալու է խաղականոն նաեւ քաղաքական դաշտի համար։ Գիտեք, ես շատ ուրախ եմ լինել քաղաքացիական պայմանագիր կուսակցության անդամ, որը չի ամանչում խոսել իր սխալների մասին եւ պատրաստ է ինստիտուցիոնալ առումով սահմանել կարգեր, թե կլինի էթիկայի համար, թե կլինի ցուցակի ձևավորման համար, որոնք կարող են օրինակելի լինել ամբողջ քաղաքական դաշտի համար։ Որ շատ դեպքում այդ մեղքի մեծ բաժինը հենց ձերն է։ Մեղքի մեծ բաժին կամ փոքր բաժին հիմա ասենց ոտքի վրա չեմ կարող իհարկե ասել, բայց ես կարծում եմ, որ մենք ինքներս ինքնահայեցողությամբ զբաղվող ունակ քաղաքական ուժ ենք եւ կարողանում ենք արձագանքել իրավիճակներին ինստիտուցիոնալ առումով։ Տիկին Ղազարյան, եկեղեցու հետ կապված արդեն տևական ժամանակ է process-ներ են գնում ամեն շաբաթ մի այսպես եկեղեցում։ Նախ այսպեսի մի հարց է, ինձ որպես եկեղեցու հետևորդ, որպես քաղաքացի շատ տհաճ է, երբ որ քաղաքական գործիչը մտնում է եկեղեցի, նրան ծափահարում են, այսպես ողջունում են։ Դա ձեզ համար նորմալ է, այ քաղաքականությունը մի կողմ թողնում, որպես եկեղեցու հետևորդ, որպես գործիչ, նորմալ է սա։ Նախ ասում եք գործընթացներ են ամեն կիրակի տեղի ունենում եկեղեցում, դա գործընթաց չի կոչվում, դա պատարագ է կոչվում, մասնավորապես նորոգման պատարագներ, որին ես շատ ուրախ եմ, որ իմ քաղաքական թիմի ղեկավար վարչապետ Նիկոլ Փաշինյանը մասնակցում է։ Ես նույնպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ եմ, իմ երկու դստրերը կնքվել են հենց Սուրբ Սարգիս եկեղեցում։ Ես շատ կարևորում եմ, որ նաև քաղաքացիները մասնակից են լինում
ընդունում այս պատարակներին։ Ես նկատել եմ, որ քաղաքացիները ծափողջներով բակում են ողջունում վարչապետին։ Ես եկեղեցու ներսում չեմ ֆիքսել, բայց ես կարծեմ, որ դու չես կարող ամեն ինչ կարգավորել եւ պետք էլ չէ, եթե ժողովուրդը, եթե քաղաքացիները ծափողջներով են ընդունում առհասարակ եկեղեցու նորոգման հարցը, դա ինձ համար որպես եկեղեցու հետևորդ միայն ողջունելի է։ Ես բացարձակ չեմ մտածում, հիմա վարչապետը, ասենք, գնում ուր էլ գնա, երբ որ համակիրներ են տեսնում, իրենք ողջունում են եւ այլն, ես կարծում եմ, որ սա ի ցույց է դնում, որ վարչապետը շարունակում է ունենալ քաղաքացիների լայն զանգվածի աջակցությունը։ Հիմա օրինակ երբ որ տեսնում ենք, որ երեք էլ այդպիսի Կիրակի օրն էլ այդպիսի խնդիր եղավ Սուրբ Սարգիս եկեղեցում եւ երբ որ նա պատարակի ժամի հետ կապված, երբ որ նա ներս մտավ, նոր սկսեցին պատարակը մատուցել։ Այսինքն ստացվում է, որ համապատասխանեցնում են ամեն ինչ, հա, ես սովորություն չունեմ կասկածի տակ դնել ձեր ասածը, բայց ինքս չեմ ֆիքսել այդ պահը, նույն չեմ կարող մեկնաբանել։ Ես կարծում եմ, որ արձագանք չունեմ, որովհետև չգիտեմ այդպես է եղել թե չէ։ Տիկին Ղազարյան, բայց մենք երբ որ տեսնում ենք, թե ում միջոցով է փորձվում այդ նորոգման process-ը ձեռանել, նույն խոսքը Նավասարդ Կճոյանի մասին է, ում հենց ձեր քաղաքական թիմի ղեկավարը, ձեր թիմակիցներն են տարբեր պիտակավորումներ տալի, ով որ քրգործերով է անցնում, շատ հաճախ է նրա շուրջ աղմուկը։ Երբ որ հիշեցի նաև, որ 18 թվականին անգամ հրաժարվում էր Նիկոլ Փաշինյանը Կճոյանի հետ ձեռք սեղմեր, հիմա այսպես ողջունում են, իրափաթեթվում։ Երբ որ տեսնում եք ում միջոցով է, հա, սարվում, սա դառնում է ոչ թե նորոգման process եկեղեցու, այլ զուտ քաղաքական ինչ-որ։ Եթե պարոն Կճոյանը, Նավասարդ Կճոյանը կարողանա հաշտեցնել այն լարված իրավիճակը, որ առկա է, ես կարծում եմ, որ ինքն շատ մեծ առաքելություն ստանձնած կլինի, որովհետև եկեղեցու ներսում կա լարված իրավիճակ, պայմանավորված որոշ քաղաքացիների, մասնավորապես Կտրիչ Ներսիսյանի եւ Արշակ Խաչատրյանի, Կտրիչ Ներսիսյանի եւ Արշակ Խաչատրյանի շուրջ ձևավորված իրավիճակով եւ եթե նա կարողանա իր վրա վերցնել այն մեծ առաքելությունը նորոգելու եւ հայ առաքելական եկեղեցին վերադարձնելու իր կողմից սահմանված կանոնների ծիր, ապա նա շատ հսկայական աշխատանք արած կլինի։ Ստացվում է դեպքում աճ կփակեք այդ ամեն ինչի վրա, այն բոլոր գործերի վրա։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր չունեմ որևէ գործառույթ կամ լծակ իրավական գործերի վրա աճ կփակելու։ Իրավապահ համակարգը պետք է շարունակի զբաղվել իր գործառույթով։ Ես որպես ազգային ժողովի պատգամավոր միայն եւ կարևորը հայ առաքելական եկեղեցու հետևորդ միայն կարող եմ ողջունել եկեղեցու նորոգման հարցը եւ բոլոր այն քաջ արքեպիսկոպոսներին ողջունում եմ, ովքեր այդ ծանր բեռը ստանձնել են եւ վստահ եմ, որ հաջողելու են։ Բայց մեծ մի եպիսկոպոսների մի մեծ զանգված էլ էլի համատեղարտություն դարձած, որոնք աջակցում են կաթողիկոս։ Ես շատ ուրախ եմ, որ մեն այդ 10 եպիսկոպոսներն։ Ես շատ ուրախ եմ, որ եկեղեցում մեկնարկել է անկեղծ եւ բաց խոսակցություն այն ցավով պետք է նշեմ աննորմալ բարքերի շուրջ, որոնք առկա են։